Դուք տեմպ, ռիթմ սիրող մարդ եք, որքան որ ես ձեզ գիտեմ եւ շատ լավ գիտեք ժամանակի գինը, այդ առումով ես պետք է մի օր գամ ձեզ մոտ մաստեր կլասի եւ դուք կարողանում եք հրաշալիորեն հավասարակշռություն ստեղծել աշխատանքի, ընտանիքի, ընկերների եւ ձեր կյանքի մնացած բոլոր բևեռների միջեւ։ Ինչպես է հաջողվում։ Տեսեք ստացվում։ Չգիտեմ, դա թայմինգը ինձ թվում է մարդու կյանքում կարևոր բան է։ Այս մի հատ լավ պատմություն ունեմ, MBA-ին անցնում այդ ժամանակ սովորում ենք, դասամիջոց կա, ես ունեի հիվանդ, որը պիտի վիրահատվեր։ Ու ես զանգում եմ, ասում եմ հիվանդին պատրաստ եք վիրահատության, ես դասամիջոցին գալու եմ իրան վիրահատեմ, վերջացնեմ, ամեն ինչ նորմալ եղավ, կգամ դասի դու չեմ գա, չեմ գա։ Դուրս եմ գալի, գնում եմ այդ վիրահատությունը անում եմ, գալիս եմ հետ, բարեբախտաբար թիմս շատ լավ է, ինքը եւ պատրաստում է եւ հետ վիրահատական այդ ամբողջ process-ը անում է, բոլոր դեպքերում դա ես չեմ անում, ես դիմ աշխատասենյակում նստեի, գործընկերներից մեկը կակված 50-ամյակն է, եկող շաբաթ գնում ենք 50-ամյակի Գյումրի, ասում է դուր գնացիր, ասի գնացի էնդոպրոթեզավորում արեցի եկա, նայեցպես ասես, էսի կգիժ է, թայմինգը, այսինքն եթե դուք զգացողությունը ժամանակի ունեք, երբ դուք պետք է մտնեք, ինչքան է դա տևելու, այ որ ստեղից ստեղ հասնեք, ինչքան է դա տևելու, դա մեծ հնարավորություն է տալի ձեր կյանքը նորմալ, եւ ես չեմ գտնում, որ մարդը պետքա աշխատանքով իրան սպանի։ Այսինքն այնքան աշխատի, որ ուրիշ ոչ մի բան չմնա։ Ի վերջո այդ ժամանակը իսկապես դա միակ բանն է, որը մենք հետ չենք կարող բերենք։ Եվ ոնց որ մեր ընկերներից մեկը մի առիթին ասեց, թող ոչ մեկ չասի, որ 40 տարեկանում կարանի են ինչ-որ անում էր 30-ում, 50-ում կարանի են ինչ-որ արել է 40-ում, 60-ում էլ անի են ինչ-որ անում է 50-ում։ Ամեն տարիք մեր կյանքից ինչ-որ բան ստանալու, քաղալու հնարավորություն է տալի մեզ եւ ես հեռու եմ այն մտքից, որ այդ տարիքում ինչ-որ նպատակ դնելու համար պետք է անիծվածի պես աշխատել, ուրիշ ոչ մի բան չտենալ, որովհետեւ գալիս է մի տարիք դու դառնում ես արդեն ավելի սառն ես ամեն ինչին վերաբերվում, ավելի անհետաքրքիր է դառնում ու դու հասկանում ես, որ ժամանակն անցավ։ Դու էլ դա չես կարա ոչ համտեսես, ոչ ստանաս, ոչ տեսնես, ոչ դրա հոտը զգաս, ոչ բույրը, եւ դա դառնում է կորած։ Ուղղակի կորած ժամանակ։ Դա ես գտնում եմ, որ այո, ժամանակը պետքա վերաբաշխորի adekvat քո կյանքի բոլոր կարևոր մասերի միջև։